Հունիսին Սևանի Վազգենյան դպրանոցում քննական շրջան է։ Ավարտական քննություններ են հանձնում 4-րդ և 6-րդ լսարանների բակալավրիատի և մագիստրատուրայի սաները։ Տղաների համար սա լարված, պատասխանատու և որոշիչ պահ է։ 4-րդ լսարանի սաները նախապատրաստական կարճ ընթացքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանում 5 առարկայից պետական քննություններ են հանձնելու, որպեսզի փոխադրվեն մագիստրատուրա։ Փոխադրվելու դեպքում ևս 2 տարի անցկացնելու են Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Մայրաթոռի ննջարանային մասնաշենքի վերանորոգությամբ պայմանավորված ճեմարանի 5-րդ և 6-րդ լսարանի սաներն ու դասախոսական կազմը 2022-23 ուսումնական տարվանից սկսած դասերն անցկացնում են Վազգենյան դպրանոցի հարկի տակ։ Ժամանակավոր տեղափոխությունը տեխնիկական անհրաժեշտությամբ է պայմանավորված եղել։ 4-րդ լսարանը հանձնում է 5 որակավորման քննություն բակալավրիատի, իսկ 6-րդ լսարանը կախված իրենց հոսքից յուրաքանչյուր հոսք հանձնում է իր քննությունը եւ այսօր բոլորը միասին հանձնեցին ընդհանուր հովագիտությունը։ Այս քննությունները իրենց մեջ ներառում են մի քանի առարկաների հարցեր։ Քննական առարկաները վերաբերում են հովվական աստվածաբանության, Սուրբ գրքի և մեկնողական գրականության իմացությանը։ Հանձնաժողովը գնահատում է ոչ միայն սաների տեսական գիտելիքներն, այլև վերլուծելու ու տրամաբանելու կարողությունները։ Խնդիրը միայն իմացությունը չէ, գիտելիքը չէ, դա պետք է նաև ներքին ապրում դառնա եւ քանի որ իրենք խոսեցին քարոզչի կերպարի մասին, հովի կերպարի մասին, որովհետեւ նաև հետագայում այդ ծառայություն են ստանձնելու, իրենց հորդորեցինք, որպեսզի իրենք նաև ներապրում ունենան, որովհետև միայն պատրաստված քարոզը թեկուզ ինչքան էլ կատարյալ լինի, եթե մարդու ներքինից չբխեց, ներապրում չդարձավ, հավատացյալների վրա չի կարող ազդեցություն գործել, եւ հուսով ենք, որ տղաները այդ խորհուրդներն էլ նաև կընդունեն եւ իրենց գիտելիքները իրենց մեջ ամբարած կշարունակեն իրենց ծառայությունը մեր ժողովրդին հայ առաքելական սուրբ եկեղեցուն։ Յուրաքանչյուր քննություն ինձ համար ինքնակնահատական է։ Վերջին հաշվով մենք ինքներս մեզ ենք տեսնում այսօրվա այս համալրված աշխատանքի մեջ։ Ինչ որ ամբողջ մի դարի դվեցինք, այսօր տայ էինք քաղում։ Իմ փարսակույն քննադատականս կուզենայի հայտնել այս լսարանի 2 հոսքերի մասնագետներին, 2 հոսքար, որոնք լավագույնս պատրաստվել էին այսօրվա քննության, եւ սա ոչ միայն բահվա քննություններ, այլ ամբողջ դարին ինչ որ ստացել էին լավագույնս ներկայացնելու հնարավորություն այսօր ունեցան եւ շատ գեղեցիկ ձևով։ Լավ քարոզիչներ կունենանք, վստահեցնում է կիրառական մեկնություն եւ քրիստոնեական բարոյագիտություն դասավանդող Արշավիր Գաբուջյանը։ 6-րդ լսարանի շրջանավարտները շուտով լքելու են սիրելի դարձած կրթական հաստատությունը։ Նրանց սպասվում է կյանքի նոր փուլ, նոր ծառայության վայրում, նոր միջավայրում եւ նոր պատասխանատվությունների շրջանակում։ Տղաները հակասական զգացողություններ ունեն։ Ուրախ են ուսումնառությունն ավարտելու ու ծառայության անցնելու հնարավորության համար, միաժամանակ ասում են դժվար է բաժանվել այն կրթօջախից, որը տարիներ շարունակ ընտանիքի պես է եղել։ Ճեմարանը կարելի ասել մեզ համար կյանքի դպրոց է, մի հատված էր, որտեղ մենք իրոք սովորեցինք, թե ինչպես պետք է լինի հայ հոգևորականը։ Այո, սա դեռ առաջին փուլն էր, շատ ժամանակ մեզ պետք է դեռ կայանալու համար որպես օցիալ հոգևորական, բայց այն ինչ որ տվել է մեզ ճեմարանը, մեր ամբողջ կյանքի համար անբացատրելի եւ աննկարագրելի մի դպրոց է, որտեղ կրթվում ես թե որպես հոգևորական, թե որպես աստվածաբանական եւ ամենակարևորը թե որպես մարդ։ Տղաներն այստեղ ոչ միայն միասին սովորում եւ աղոթում են, այլև կիսում առօրյան, փորձառություններն ու հոգևոր ճանապարհը։ Ուսման նկատմամբ ցուցաբերվող բծախնդրությունից զատ նույնքան կարևոր է սաների ներքին կարգապահությունը, միմյանց հանդեպ ուշադրությունն ու հոգատարությունը։ 20 թվականից այստեղ եմ սովորում ու այս 6 տարիների ընթացքում իմ հիշողության մեջ ամենաշատը գամված կմնան իմ այստեղ ձեռք բերած ընկերների հետ անցկացրած ժամանակը ու բնականաբար այն փորձառությունն ու կրթությունը, որ ստացել եմ, դրանք իմ համար նույնպես լավ հիշողություն են, որովհետև գիտելիքը եւ համակեցական կյանքը այստեղ իմ համար լավագույն հիշողությունները կդառնան։ Տխուր եմ, որ 6 տարվա ուսումնառությունս ավարտվեց, բայց ուրախ եմ, որ մի նոր կյանքի սկիզբ է, արդեն Էջմիածնում միաբանական կյանքի անդամ ենք դառնալու, հուզված եմ եւ սպասում եմ նաեւ այդ կյանքին։
6 լսարաններում 67 ուսանող կա, որոնցից 11-ն այս տարի ավարտում է հոգևոր հաստատությունը։ Քննությունները բարեհաջող հանձնելու դեպքում նրանք կմիանան Մայրաթորի սարկավագած դասին։ Իրենց ծառայությունը կշարունակեն իրականացնել արդեն Մայրաթորի տարբեր թեմերում եւ եկեղեցապատկան կառույցներում։ Անուշ Արաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության Մալաթիայի հայորդյաց տանը այս օրերին ուսումնական տարվա վերջի ծրագրերն են ներկայացնում։ Բեմում թատրոնի դասարանի սաներն են, հումորիկներ թատերախումբը։ Մանկավարժը վաստակավոր արտիստ Արև Սանթրոսյանն է։ Այս տարվա ավարտական աշխատանքի համար բեմադրել են Աթաբեկ Խնկոյանի Ճպուրն ու մրջյունը եւ Արմեն Սանթրոսյանի հրաշագործ Սրինգը պիեսը։ Երեխաները վերլուծել են ճպուրի ու մրջյունի կերպարներն ու սեփական եզրակացությունն արել։ Չի սեփեք աշխատանքը, երկաուրան եկն ու պարը։ Ջանք թափելը հարկավոր է, բայց ոչ այնքան շատ, որ հոգնես, չկարողանաս հանգստանալ։ Պետք է նաև քիչ-քիչ հանգստանալ, որպեսզի ավելի շատ կարողանաս աշխատել, ավելի հաճույքով։ Ավելի հետաքրքիր էր այդ դաս տալու հատվածը, որ բոլորով միասին, որ ճպուրին դաս տվեցինք ու այնպես արեցինք, որ ինքը հասկանա, որ միշտ աշխատասիրությունը պետք է առաջին տեղում լինի։ Արև Սանթրոսյանը այս հաստատության թատրոնի դասարանի մանկավարժն է արդեն 3 տասնամյակ։ Աշխատանքը ահռելի է, պատկերացնում եք դուք այդքան փոքր երեխա, այդքան թատրոնից հեռու մարդիկ, համաշխատում եմ իրանց մեջ սերմանել սերը թատրոնի, արվեստի, ոչ միայն թատրոնի նկարչություն, երաժշտություն, որ իրանք որոշակի զարգացածության գոնե մի քիչ աստիճան ունենալ, եւ մենք հասնում ենք դրան, ուզում են ներկայացումներ գնալ նայել, ուզում են հետո նստենք քննարկենք, շատ հաճելի է ինձ համար այդ մթնոլորտը, դրա համար ես ոչ թե ասում եմ թատերական խմբակ, այլ ասում եմ թատերական ստուդիա, համեցեք մեզ մոտ։ Կախարդական Սրինգը հանդիսատեսին տեղափոխեց մի միջավայր, որտեղ հերոսները կարողանում են հաղթահարել դժվարությունները, ազատել քաղաքը կախարդանքից։ Ակնհայտ է, որ երեխաները հաճույքով են բեմ բարձրանում։ Շատերը կողմնորոշվել են հետագա մասնագիտության հարցում։ Որոշել եմ դառնալ դերասանուհի, ինչպես նաև մեր ժամանակաշրջանի լեզվով ասած, բլոգեր եմ ուզում դառնալ, դերասանուհի եմ ուզում դառնալ, որովհետև ես շատ եմ սիրում նկարահանվել։ Շատ եմ սիրում ինքեր Արևին, իսկ երկրորդը արդեն բեմը, ինձ այդ, չգիտեմ, այդ ամեն ինչը դուր է գալիս, կուլիս, գրիմ, բան, այդ ամեն ինչը, որ ինձ շատ է դուր գալիս։ Ես ուզում եմ անընդհատ այդ ամեն ինչի մեջ լինեմ։ Թատրոնի դասարանում 22 երեխա է սովորում։ Ուսումնական տարվա ավարտին ներկայացումներից հետո մանկավարժն ու սաները մեկտեղվեցին նոր ու լուսավոր դասարանում, քննարկեցին առած աշխատանքը, շնորհավորեցին իրար։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության Մալաթիայի հայորդյաց տունը վերջերս է տեղափոխվել այս հիմնանորոգված ընդարձակ տարածք։